մենք ստիպված ենք հաշվի նստել իրականության հետ։ Որպես սեռական ոլորտի մասնագետ, ես հստակ կարող եմ ասել մի բան, որ շատ դեպքերում ընտանիքներում առաջացած խնդիրների պատճառը իրար չհասկանալն է, միմյանց մարմնի մասին, անատոմիական առանձնահատկությունների մասին գիտելիքների պակասն է, որը բերում է այս կամ այն տեսակ սեռական դիսֆունկցիայի առաջացմանը, որը զարգանալով, բարդանալով տարիների ընթացքում մի օր տղամարդը առանձին կամ կինը առանձին գալիս են բժիշկի, ասում են բժիշկ ջան, խնդիր կա։ Հետո հետազոտում ես, տեսնում ես, որ իրականում այդքան էլ շատ խնդիրներ չկան, ինչքան մարդը նկարագրում է, բայց փաստացիորեն խնդիր կա, չէ՞ որ մարդը չի կարող խնդիր չլինի ու մարդը դիմի բժիշկի։ Եվ որպես սեքսոլոգ ես կարող եմ շեշտել, որ շատ է լինում կարիքը զրուցել զույգի հետ։ Դա շատ կարևոր պահ է։ Տղամարդիկ առավել եւս, ովքեր խնդիրներ են նկարագրում գրգռականության հետ, իրենք ունեն ոչ ճիշտ գիտելիքներ սեփական մարմնի անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունների մասին, ել չեմ ասում կնոջ մարմնի առանձնահատկությունների մասին, որովհետև գրգռվելու համար տարիքի հետ մեզ ավելի եւ ավելի շատ ստիմուլ է պետք, ավելի եւ ավելի շատ իրավիճակներ են պետք, որ մեր օրգանիզմը, մեր ուղեղը ընկալի այդ գրգռականությունը, նույնը վերաբերվում է եւ տղամարդկանց եւ կանանց, որովհետև շատ հաճախ կանայք շատ են բողոքում, որ տղամարդկանց կողմից չկան համապատասխան գրգիռներ, չկան համապատասխան ստիմուլներ եւ դա շատ հաճախ պատճառ է դառնում իրենց մոտ գրգռականության անկմանը, սեռական ցանկության նվազմանը, օրգազմի բացակայությունը եւ այլն։ Սրանք բոլոր այն իրավիճակներն են, որոնք պահանջում են զույգային մոտեցում եւ զույգային թերապիա։ Շատ կարեւոր է ընկալել այն գաղափարը, որ սեռական խնդիրները վերաբերվում են հիմնականում զույգին։ Նույնիսկ այն բոլոր դեպքերում, երբ մենք հստակ համոզված ենք, որ խնդիրը տղամարդու մոտ է, պետք է հնարավորության սահմաններում փորձել այդ ամեն ինչի մեջ ընդգրկել նաեւ կնոջը, որովհետեւ դա միանշանակ բարձրացնելու է բուժման արդյունավետությունը։